Պարոն նախագահ, դուք ինքներդ եք ցանկանում եւ ինքներդ եք խնդրում, որ ձեզ զորակոչեն բանակ։ Կպատմեք այդ մասին եւ ընդհանրապես Չէ, այստեղ շատ པարզ էր։ Ուղղակի իմ մոտիկ ընկերներին արդեն կանչեցին զինկոմիսարիատ, ինձ չեն կանչել։ Ես ուղղակի ինքս դիմել եմ, հորս խնդրեցի, որ դիմի բանակ գնալու համար, ուզում էի ուղղակի ընկերների հետ գնալ, այսպես ասենք, այն հույսով, որ միասին էլ կծառայենք։ Հիմա հերս դիմեց, լավ ծանոթ էր զինկոմիսարի հետ, բայց մեզ միասին նույն օրը տարան, բայց հետո հայտնվեցինք լրիվ տարբեր տեղ։ Եվ ինչ կպատմեք բանակային։ Մինչև այսօր հիշում եմ, նոյեմբերի 8-ին գնացի բանակ, նոյեմբերի 8։ Ինչ կպատմեք բանակային տարիների մասին, ինչն է ամենաշատը ձեզ մոտ տպավորվել։ Լրիվ ուրիշ միջավայրում ես հայտնվում ես լրիվ անծանոթ մարդկանց հետ եւ այստեղ ես հիշեցի, որ միջով այդ էլ կարդացել էի Սպինոզայի այդ բանական իրավունքի բանը, էլի այդ естественное право այդ բանը, էլի, որ այդ միջավայրում միշտ ձևավորում է որոշակի այդ միջավայրի իերարխիա։ Եվ այդ իերարխիայում sense տեղ զբաղեցնելու համար դու պետք է բավարար կամք ունենաս։ Սա էր եւ դպրոց ընդհանրապես կյանքում կայանալու համար կարծում եմ չափազանց կարևոր դպրոց է։ Ես ուղղակի շնորհակալ եմ, որ գնացի բանակ, որ իմ ճակատագիրը ինձ այն ժամանակ տարավ այդ ճանապարհով։ Դա էր պատճառը, որ անպայման ուզում եք, որ ձեր որդիները եւս ծառայեն։ Չգիտեմ, այդ հարցը ինձ երբեք չեմ տվել, բայց միշտ մտածել եմ, որ ամեն մի երիտասարդ ինչ որ մի պահ է գալիս, որ պիտի ինքը ծնողների հոգատարությունից մի քիչ փոխվի եւ բախվի, այսպես առերեսվի կյանքի հետ, իրականության հետ, որը ունի եւ դաժան կողմեր եւ ոչ միշտ հաճելի կողմեր, սրանով բոլորը պետք է անցնեն, հատկապես տղա երեխան պետք է այդ ճանապարհով անցնի։